Սպասում ենք մենք անչին վերջին զանգի Այն գալիս է ու դառնում են հուր Մեր ուրախ սեպտեմբերները Ուսուցիչն ու ընկերները Ինձ թանկում է տերին Անհամբեր սպասում ենք մենք Չիմ վերջին զանգի Բայց դժվար դասերը մեր կյանքի Էլ ոչ հոգ չի հուշելու մեզ Կարոտով եմ հիշելու ես հին Օրեն անգի Արցունքներ մեր աչքերում Ծիծաղի հետ խառնված Զանգնեղող ընջում Կյանքն է մեզ արդեն կանչում Ախ միթե սա երազելու Միթե էլ չենք վազելու Դեպի դպրոց տանող Այն նեղ ճանապարհով Իմ դպրոց մնաց բարով Արցունքներ մեր աչքերում Ծիծաղի հետ խառնված Զանգնեղող անջում Կյանքն է մեզ արդեն կանչում Ախ միթե սա երազելու Միթե էլ չենք վազելու Դեպի դպրոց տանող Այն նեղ ճանապարհով Իմ դպրոց մնաց Մանկության ու դպրոցի ճամփան Իմ ընկեր էլ չեն կարող անցնել նորից քեզ հետ Չես կարող բերել անցյալը Միթե սա երազելու էլ քեզ հետ չենք վազելու Դեպի դպրոց տանող Այն նեղ ճանապարհով Իմ դպրոց մնաց բարով Սիրելի 9-րդ B դասարան Շնորհավորում եմ ձեզ վերջի զանգի կապակցությամբ Ուզում եմ այսօրը դառնա ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկը Դուք շատ լավն եք Այսօր որոշել եմ բացել բոլոր փակագծերը Դուք շատ լավ մարդիկ եք Դուք լավ աշակերտներ եք, դուք լավ զավակներ եք ձեր ծնողների համար։ Ես ուզում եմ, որ դուք այսպիսին շարունակեք ձեր ողջ կյանքում, մնալ բարի, համբուրժող և լավ ընկեր։ Ամենակարևորը, ուզում եմ, ամենակարևորը, մնաք լավ մարդ, ձեր հայրենիքի, արժանի զավակ։ Շնորհավորում եմ ձեզ, բարի երդձեզ, առողջ եղեք և հաջողակ։ Իմ սիրելի երեխաներ, այո ասում եմ երեխաներ, չնայած հզոր բարձրահասակ տղաներ եք արդեն նրբիկ աղջիկներ, բայց ինձ համար մնում եք միշտ երեխա և պատրաստ եմ միշտ աջակցելու ձեզ։ Ուզում եմ, որ այսօրը լինի շատ լուսավոր, պայծառ, ուրախ։ Ուզում եմ, որ ձեր ուղին, բռնած ուղին լինի պայծառ երեխաներ ջան, որ ցանկացած դժվարություն ձեզ համար հաղթահարելի լինի և դժվարությունները հաղթանակ բերեն և ուժ ու եռան ձեզ բերեն ապագա դժվարությունները կյանքի դիմակայելու համար։ Առողջ եղեք, երջանիկ եղեք, թող խաղաղ անամպ լինի մեր երկիրը և անամպ խաղաղ երկրքի ներքո ապրեք, արարեք, ստեղծագործեք։
եւ հիշեք, ուր էլ գնաք, դուք միշտ իմ հոգում եք, իմ մտքում, իմ սրտում, բոլորիդ շատ սիրում եմ։ Անկրկնելի, անմոռանալի գեղեցիկ հուշերով, վառ ու պայծառ երազանքներով, իմ լուսաշող արևներ։ Դեռ երեկ հիանում էի ձեր անփոխարինելի ներկայությամբ, զվարճալի կատակներով, ուսման նկատմամբ անհուն սիրով, ձեր անմնացորդ ընկերասիրությամբ ու յուրօրինակ մարդասիրությամբ։ Իսկ այսօր վերջին զանգը հնչելու է ձեզ համար, ազդարարելով մի լուսավոր փուլի ավարտ ու մի նոր ճանապարհի սկիզբ։ Այս տարիների ընթացքում դուք ոչ միայն սովորեցիք սիրել, հավատալ, ընկնել ու բարձրանալ, այլև պայքարել ու չհանձնվել։ Ես հպարտ եմ, որ իմ կյանքում եղել եք դուք, ձեր ջերմ ժպիտներով, անմեղ մանկական աչուկներով, ձեր պարզ անկեղծությամբ, ձեր սիրով, ձեր նվաճումներով ու ձեռքբերումներով, ես այն համարել եմ նաև իմը։ Այսօրը լի է հույզերով, ուրախությամբ, վաստակած հպարտությամբ, մի փոքր իհարկե տխրությամբ, բայց ամենից առաջ անսահման սիրով։ Թող այսուհետ ձեր առջև բացվի մի աշխարհ, որտեղ իրականանալու են ձեր բոլոր նվիրական երազանքները, որտեղ հիշելու եք մեր դպրոցը, ձեր մանկության ամենաթանկ անկյունը, որտեղ դուք առաջին անգամ հասկացաք ինչ է ընկերությունը, հավատարմությունը, պատասխանատվությունը։ Սիրելիներս, թող ձեր ընտրած ուղին ձեզ տանի դեպի լույս ու մեծ հաջողություններ։ Եվ ուր էլ լինեք, միշտ ձեր սրտում պահեք մեր հայրենիքը, մեր սուրբ լեզուն, մեր հարազատ դպրոցը։ Միշտ եղեք ազնիվ, բարի, ուժեղ, լավ մարդ։ Միշտ մնացեք այնպիսին, ինչպիսին դաստիարակել և ճանաչել եմ ես ձեզ, պայծառ, երազող ու միշտ հաղթող։ Տարիների ընթացքում իհարկե փոխվեց ձեր դասարանի կազմը, բայց վստահ եմ, կարևորագույնը մնաց կայուն, ձեր արժեհամակարգը։ Չէ որ հենց դուք էիք, որ դեռևս առաջին դասարանում տվեցիք ձեր բարձր գնահատականը հայրենիքի համար նվիրվածության մասին ու ձեր սերնդից որպես հուշ թողեցիք ինձ սա։ Ես հպարտ եմ, որ այսօրվանից գնդապետ Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սանն եմ։ Խոստանում եմ լավ սովորել և ամեն առավոտ դպրոց մտնելիս անթաքույց հպարտությամբ նայել գնդապետի նկարին և շշնջալ. Սիրելի գնդապետ, ես խոստանում եմ քեզպես բարի, խելացի, քաջ և հայրենասեր լինել, չէ որ դու դարձար Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի գործի շարունակողը, իսկ ես խոստանում եմ դառնալ քո սխրանքի շարունակողը։ Հպարտ եմ, որ քո հայրենակիցն եմ, հպարտ եմ, որ սովորելու եմ այն դպրոցում, որտեղ դու ես սովորել, իմ քաջ հայրենակից։ Քո ապրած կյանքը լեգենդ է արդեն, մեր մայր Սևանը վկա։ Գնդապետ, ժամանակը դեռ շատ բան կհարթի, բայց հիշատակդ կապրի առհավետ։ Ողջույն սիրելի հանդիսատես, այ հիմա արդեն պատն է, որ վայելենք ժամանակի հետ դեռ շատ բան հարթողների և հերոսների հիշատակը առհավետ ապրեցնողների ներկայությունը։ Ողջունեք։ Ադաշյան Էլոնա Արայիկի, Աղաջանյան Արինյա Պետիկի, Արաքետյան Մարիամ
Նորից ունկերի Վասելյան Վատեր Ուսամի Եգլարյան Միրի Արսենի Երազայան Սոպի Երյայի Եսայան Նարեկ Գալիկի Աչադրյան Բաղե Գևորգի Կատվարյան Ռոզա Հրայի Ակոպյան Աննա Կարենի Այրապետյան Մարի Արմանի Արությունյան Կամո Կարենի Արությունյան Մարի Վարդանի Հովհաննիսյան Տիգրան Էդվարդի Օքսեվյան Լուսինե Արգամի Ղազարյան Ասմի Հայկի Ալխասյան Բալոզյա Կարենի Անուկյան Էմմի Կարենի Մարգարյան Պապական Դավիթի Մարտիրոսյան Հովիկ Կարենի Մարտիրոսյան Սիլմի Նորայնի Մերիքյան Նարե Հովանի Միսակյան Սուզաննա Կարենի Պետրոսյան Սևադա Տարուն Սևադայի Սահակյան Կարինե Մուրադի Սանիյան Նայլի Գարիկի Սարգսյան Միլենա Ակուդի Սիմոնյան Բաչեր Ուտիկի Կյասյան Ալեն Բանուշի Ստեփանյան Արմուր Արտոմի Վարդանյան Նարեկ Սամվելի Ողջույն սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր։ 9 տարի մենք քայլել ենք կողք կողքի, սովորել, վիճել, տխրել, ուրախացել միասին։ Ընկերացել ենք, սիրել, սովորել, հանդուրժել, պատասխանատվություն կրել սեփական քայլերի համար։ 9 տարվա մեջ մենք դարձել ենք մի փոքրիկ ընտանիք իր ամենատարբեր անդամներով։ Եվ հիմա եկեք միասին վերհիշենք, թե ինչպես սկսվեց այս ամենը։ Սիրելի ներկաներ, այնպես ստացվեց, որ մեր առաջին քայլերը մեզ հետ կատարեցին մի քանի ուսուցիչներ։ Մենք երախտապարտ ենք նրանց բոլորին, ովքեր իրենց սերը, ջերմությունն ու գիտելիքները փոխանցեցին մեզ առաջին 4 տարիների ընթացքում։ Բայց մեզ հետ մնաց մեր սիրելի ընկեր Բադալյանը, ով սովորեցրեց մեզ սիրել դպրոցը, հայրենիքը, ընկերներին, ծնողներին, ով ուրախանում էր մեր փոքրիկ հաջողություններով, տխրում մեր ունեցած անհաջողությունների համար։ Սիրելի ընկեր Բադալյան, շնորհակալ ենք, որ մեզ հետ քայլեցիք այնքան, մինչև դարձանք մի քիչ ինքնուրույն։ Մեր դասարանը փոքրիկ Հայաստան, իր մարզերով, կոլորիտով, բնարարության գծերով, եւ մենք պատկերացրել ենք, թե մեր դասընկերներից ով որ մարզը կարող է լինել, բայց մինչ այդ եկեք ստուգենք հայաստական բանականության երևակայությունը այս առումով։ Քո տունն է, քո փոքրիկ անկյունն է, պապիկիդ տնկած ծառի բոտուն է, երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր, որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր իմ փոքրիկ, սա քո տունն է, քո փոքրիկ անկյունն է, պապիկիդ տնկած ծառի բոտուն է, երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր, որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր իմ փոքրիկ Հայաստան։ Իմ քնքուշ, իմ անուշ, կարոտիմ հայրենիք, կդառնամ պահապան քո դաշտերին ու իմ մասիս
սարին ես խոստանում եմ հայրենի երկիր վերադառնալ սա քո տունն է քո փոքրիկ անկյունն է պապիկիդ տնկած ծառի պատուհն է երբ մեծանաս սրտումդ միշտ հիշիր որ մայրդ քեզ ասում էր ու կանչում էր իմ փոքրիկ Եվ այսպես, արդար ուղղամիությունիքը մեր Վաչեն է, Վահեն Բարսեղյան ու Արթուրը։ Իրան կոտրում բնավորությամբ ու անսահման գիտելիքներով մեր Վաչեն գրականություն առարկայից հանուն արդարության հասավ Օլիմպիադայի հանրապետական փուլ։ Իսկ խելացիվային մեր միշտ ասում էր, դե թող ես գրեմ, նոր ձեզ կասեմ։ Իսկ հյուրոնյակ ընդունակություններով օժտված Արթուրն էլ հանուն արդարության միշտ ասում է, հա բայց անարդար է։ Լոռու պես անկեղծ են ու միամիտ մեր Մարին Հայրապետյան, Մարիամը, Աննան ու Արթուրը։ Մարի ու Մարիամի ձայնը գրեթե չենք լսում, բայց նրանք դարձան մեր դասարանի համերաշխության, հանդուրժողականության և ընկերության խորհրդանիշները։ Մեր Բարյանների ձայնն էլ չի լսվում, բայց դեռ Արցախի նույնիսկ լռությունն է խոսում։ Ու հետո փորձում ենք շատ չանհանգստանալ, չէ որ ծայրեր դեպքում կամոն կլսնի այդ լռությունը։ Քասիվով ու սրամիտ Գյումրին մեր Հովիկն է, Վովան, Պատվականը, Նայիրին, Նարեկը Եսայան։ Նրանց համար ամենակարևորը դասարանցու պատիվն է։ Յուրաքանչյուր խնդիր լուծում են հիմնովին, իսկ հնարավոր անցանկալի հետևանքները շտկում են հումորով։ Աշխատասեր արագածոտն է մեր Էլոնան, Ալինան, Ավետիսյան Նարեկը ու Նորիկը, Հասմիկը և Մարին Հարությունյան։ Այդ աշխատասիրությունը առայժմ արտահայտվում է սովորելով, կվկային ուսուցիչները նամանավանդ երբ դուռը չբացված լսում են Նորիկի ձայնը։ Ես գամ դասը պատմեմ։ Դե քան դեռ չի մոռացել։ Եթե համեստ ու լուր տավուշ, ապա Լիլի, Նարեկ Վարդանյան, Վահե Խաչատրյան, Տիգրան, Կարինե, Տարոն և Ալեն։ Ամեն մեկը լուրջը խորը գաղափարներ գրող անհատականություն, վեհ ու համեստ, կազմ ու պատրաստ նստած իր տեղում։ Ուսումնատենչ Գեղարքունիքն է, Սուսաննան, Սիլվին, Նարեն, Սոֆին ու Լուսինեն։ Նրանք փայլում են ոչ միայն ուսման մեջ, այլ ունեն նաև մարդկային բարձրագույն արժեքներ, օգնել համադասարանցուն, հոգալ նրա մասին, անցնել նրա հետ բոլոր դժվարությունները։ Լուր համաձայնությամբ ու մեծ պատասխանատվությամբ նրանցից ամեն մեկը ստանձնել է ուսման հարցում թերացող իր համադասարանցիներին օգնելու գործը։ Դե, իսկ մոդեռն ու գեղեցիկ մայրաքաղաք Երևանն է մի, Ռոզան, Ժենյան, Միլենան։ Նրանք իրենց ներկայությամբ ապահովում են մեր դասարանում նորաձևության թամբ շուշն ու ժամանակների բերած նոր գույները։ Ես
պայքարելուց հետո մեզ թվաց, թե մենք արդեն ինքնուրույն ենք։ Պարզվեց, թե այդքան էլ այդպես չէ, որովհետև դպրոցական առարկաների բազմազանության մեջ, բարձր դասարանցիների հետ շփվելու մեջ մենք փորձ չունեինք, եւ այդտեղ մեզ օգնության հասավ մեր ընկեր Սաֆարյանը։ Նա սկզբում զարմացավ, որ մենք շատ ենք, հետո զայրացավ, որ անկարգ ենք, հետո ուրախացավ, որ մենք այնուամենայնիվ շատ լավն ենք, բավական չէ, իրեն էլ շատ ենք սիրում։ Մի քիչ մտածելուց հետո ընկեր Սաֆարյանը որոշեց մեզ հետ մինչև վերջ գնալու է եւ դպրոցական կյանքի վերջին կանգարին հասանք միասին անկարգություններով, լաց ու կոծով, երգ ու պարով, բայց հասանք։ Սիրելի ընկեր Սաֆարյան, շնորհակալ ենք, որ չնայած մեր երբեմն անտանելի լինելուն, մեզ մինչև վերջ պահեցիք ձեր սիրո եւ հոգատարության մեջ։ Դպրոցական կյանքը, իհարկե, միայն բարտարարկաների ձեռքին տանջվելը չէ։ Դպրոցական կյանքը, իհարկե, միայն ծնողական ժողովների ժամանակ մայրիկներին բողոքելը չէ, ոչ էլ գնահատականների համար մղվող ճակատամարտերը։ Դպրոցական կյանքը նաև շատ սեր է, ծիծաղ ու կատակների ասպար աղբյուր։ Եթե որևէ մեկը ձեզ կասի, թե դպրոցում հանցագործություններ չկան, չհավատակ։ Դպրոցում ամեն օր ամեն ժամ տեղի են ունենում այնպիսի հանցանքներ, որոնց մասին լռելը հնարավոր չէ։ Քանի որ տարբեր դասարաններից մշտապես ահազանգեր էինք ստանում, որոշեցինք անցկացնել սեփական հետաքննությունը եւ պարզ էր, թե ինչեր են այնուամենայնիվ կատարվում այս ուսումնական հաստատության պատերից ներս։ Դիմավորեք մեր հատուկ թղթակիցներ։ Ողջույն, ձեզ ենք ներկայացնում քրեական լուրեր Վլադիմիր Կարապետյանի անվան 3 հիմնական դպրոցից։ X արդեն 9 տարի որովում է որպես անհետ կորած, ինչի պատճառով ընկեր Բաղդասարյանը ամենուր տերորի ենթարկում խեղճ երեխաներին ստիպելով գտնել նրան։ Մի քանի բանաստեղծներ գտնվելով հոգեպես ծանր վիճակում բանաստեղծություններ են գրել ու հեռացել։ Եվ հիմա ընկեր Քոչարյանը ստիպում է ամեն օր կարդալ այդ բանաստեղծությունները եւ փորձել հասկանալ, թե ինչ են ցանկացել ասել պոետները մեզ։ Ոմն Մենդելեև ոչ թա վիճակում անկամոն տարերի աղյուսակի ստեղծել և հիմա Կերավեցյանը ստիպում է ոչ միայն կանոնակարգել են, այլ նաև կասկածելի փորձերի միջոցով ստանալ էլ ավելի կասկածելի նյութեր, ենթադրենք պայթուցիկ։ Անայդ բացակայող ճանաչված Ոմն Նյուտոն անհասկանալի օրենքներ է հորինել եւ կրակը գցել աշակերտներին, իսկ հիմա ընկեր Ինգոյանը յուրաքանչյուր օր ստիպում է խեղճ ու կրակ երեխաներին գտնել դրան։ Առանձնակի սպորտասիրությամբ հայտնի ընկեր Խաչատրյանը ստիպում է հեռախոսներից կախում ունեցող երեխաներին սպորտով զբաղվել, վազել, խաղալ եւ այլ տարօրինակ ծանոթ գործողություններ կատարել դպրոցի մարզադահլիճում։ Այսօրվա համար այսքան, հետաքննությունը շարունակվում է։ Ուսուցիչներն այն մարդիկ են, ովքեր միաժամանակ կարող են լինել եւ հոգեբան, եւ դերասան, եւ դատավոր, եւ ծնող, եւ ընկեր։ Ուսուցիչներն, անշուշտ, միայն գիտելիք փոխանցողներ չեն, այլ բնավորությունների ու տրամադրությունների համադրություն։ Ընկեր Քոչարյանն օրինակ պահանջկոտ է եւ այնքան բան իմաց, որ գիտի բոլոր հարցերի բոլոր պատասխանները։ Ընկեր Ենոքյանը մեղմ է, բարի եւ այնքան քնքուս ձայն ունի, որ նրան լսելիս թվում է մայրական օրորոցային եք լսում։ Ընկեր Բաղդասյանը խստապահանջ է, բայց է զիջով, վստահ եմ, նա մեզ շատ հարցում է զիջել, ուղղակի ցույց չի տվել։ Իսկ ով կերազեր ունենալ պատմության ընկերապետյանի հումորն ու սուր միտքը, վստահ եմ բոլորը, որովհետև նրանք կյանքի շարժիչ ուժն են։ Ընկեր Մկրտչյանը մեր երաշ դպրոցի մեծ աշխարհն է։ Ընկեր Ենգոյանի հարցերի տեղատարափից փախչել չես կարող։ Քեզ անմիջապես կանգնեցնի իր խստապանջ հայացքը։ Ենթադրում ենք, որ ընկեր Ղուկասյանը պերֆեկցիոնիստ է։ Ախր շատ է սիրում ամեն ինչ, տեղը տեղին անել։
Դուք խիստ բարի քանի հոմանիշ գիտեք։ Ավելացրեք քիմիայի Գերաբետիսյանի ազգանունը։ Հաստատենք, որ առանց հմուտ օդաչուների ոչ մի ինքնաթիռ վայրէջք չի կատարի։ Լիաննա Վալերիևնան եւ Հասմիկ Ռաֆայելովնան մեր ռուսաց լեզվի հմուտ օդաչուներն են։ Անգլերենի խճճված դաբրիթոսներից մեզ փորձել են պատվով դուրս բերել ընկեր Ստեփանյանն ու ընկեր Գևորգյանը, իրենց բարությամբ ու գեղեցկությամբ ստիպելով սիրահարվել լեզվին։ Ճանաչելով ընկեր Գյուրեղյանին, մենք բացահայտեցինք նոր մասնագիտություն՝ քննիչ, բժիշկ։ Այո, նա խիստ է ինչպես քննիչը եւ բարին սրտացավ ինչպես բժիշկը։ Ընկեր Գալստյանը միշտ հանգիստ ու անսասան, իր ինքնատիպ հումորով հաճախ է բոլորիս փրկել անհարմար իրավիճակներից։ Ընկեր Էլիզբարյանն ու ընկեր Խաշետյանը մեզ ուզածվարանող, մեր մեջ հիշեցող, մեզ սպորտին մոտեցնողներն են։ Ընկեր Վարդանյանը միշտ էլ լավ է հասկացել մեզ եւ ընդառաջել մեր ցանկություններին։ Փոքրամարմին, բայց մեծ սիրտ ունեցող ընկեր Մխիթարյանը թվային աշխարհի, կախարդանքի, մեր ուղեկցողն էր։
Մեր անուշիկ բուժքույր ընկեր Անուշիկը միշտ օգնել է մեզ, նույնիսկ այն ժամանակ, երբ հասկացել է, որ ոչ թե վատ առողջ ենք, այլ ուղղակի ցանկանում ենք դուրս գալ դասանից եւ մաքրոց շնչել։ Կազմակերպիչներ ընկեր Քրիստինեն, ընկեր Աստղիկը եւ ընկեր Լիլիթը ցանկացած միջոցառում հրաշալի են կազմակերպում։ Ափսոս, մենք այդպես էլ չկարողացանք միասին դպրոցից իդեալական փախուս կազմակերպել։ Սիրելիներ, մեր դպրոցն անշուշտ ամենալավն է։ Մենք մի մեծ, համերաշխ ու բազմանդամ ընտանիք ենք, իսկ յուրաքանչյուր ընտանիք ունի իր հենասյուները։ Մեր հենասյուներն են մեր սիրելի փոխտնօրեններն ու տնօրենն են։ Փոխտնօրեն ընկեր Ջանիբեկյանը, ում յուրահատուկ ձայնային տվյալները մեծ սիրտն ու բարությունը անգնահատելի են։ Նրա ամեն մի խոսքը լի է ջերմությամբ ու աջակցությամբ, իսկ նրա ներկայությունը դպրոցում ստեղծում է ապահով ու բարի միջավայր։ Նրա ձայնն այնքան խոսուն է, որ նույնիսկ ամենաբարդ օրերին կարող է անմիջապես հանգստություն ու հույս բերել։ Խոսելով փոխտնօրեն ընկեր Բաղդասարյանի մասին, պետք է ասել, որ նա ոչ միայն ուսուցիչ է, այլև ունի գաղտնի հզորություն ամբողջ դպրոցը միաժամանակ վերահսկելու համար։ Նա այնպես է կազմակերպում ամեն ինչ, որ երբեք չի մոռացվում ոչ մի դաս։ Նույնիսկ եթե մենք 10 անգամ մոռանանք մեր դասերը, նա միշտ հիշում է ամեն ինչ առանց սխալվելու։ Գալով մեր շատ սիրելի տնօրեն ընկեր Հովհաննիսյանին, հարկ է նշել, որ նրա համար աշակերտները ոչ միայն ուսումնական գործընթացի մասնակիցներ են, այլև սիրելի եւ կարևոր անձինք, ում համար նա ամեն ջանք գործադրում է ապահովելու լավագույն պայմանները։ Նրա մարդասիրությունը եւ աշակերտամեծարությունը ոչ միայն լավ ղեկավարի, այլ նաև լավ մարդու նշաններ են։ Եթե պետք է որևէ խնդիր լուծել, նա լուծում է ոչ միայն որպես տնօրեն, այլև որպես ընկեր։ Նա մեզ մշտապես հիշեցնում է, թե ինչպիսի մարդկային արժեքներ պետք է ունենանք եւ առաջ տանենք մեր կյանքի ճանապարհին։ Ապագա ճանապարհի կաշառացի Սաղն է այս
Սիրելի ուսուցիչներ, եթե մեզ երբևէ հարցնեն որտեղ կցանկանայի կրկին սովորել, մենք վստահաբար նշելու ենք մեր դպրոցը։ Չգիտենք մեզնից յուրաքանչյուրը ինչ կերպ է տպավորվել ձեր հոգում, բայց դուք բոլորդ ունեք ձեր թևավոր խոսքերը, որոնք մենք կրկնօրինակում էինք, ուրախանում։ Այսօր դրանք մեզ համար աշխարհում ամենահեշտ լուծվող հանելուկներն են։ Թեմատիկների ժամանակ ով է աջախասում, ընկերասիրություն ենք դասերից առաջ կամ հետո։ Քիմիայի ընկեր Ավետիսյան։ Կամո, դու ուժեղ ես, արի գրատախտակը մաքրի։ Ընկեր Բաղդասարյան։ Մենք մեր խնդիրները տեղում ենք լուծում։ Ընկեր Գյուրիևյան։ Թողնում ենք հետաքրքիր թեմաները և անցնում ենք անհետաքրքիր դասի։ Հասմիկ Ռաֆայելովնա։ Սուսիկը այսօր չի եկել, ուրեմն նոր դաս չեմ բացատրում։ Ընկեր Ղուկասյանը։ Կթողեք իմ բնական մահումերն։ Պատմության ընկեր Ավետիսյան։ Շնորհակալ ենք, որ դուք կաք մեր կյանքում։ Սիրելի ներկաներ, մենք միասին ապրել ենք ոչ միայն ուրախ, այլ նաև տխուր օրեր։ Մենք տեսանք համավարակ ու պատերազմներ։ Մեր հայրենիքը մեր աչքի առջև փոխջացավ։ Բայց մեր ուսուցիչները մեզ նույնիսկ այդ սարսափելի օրերին թույլ չտվեցին ընկճվել։ Մեզ թույլ չտվեցին ընկճվել նաև մեր զինվորները, ում շնորհիվ այսօր մենք կանգնած ենք այս բեմի վրա։ Եվ այսօր մեր երախտիկի խոսքն ենք ուզում հղել բոլոր նրանց, ում արյան գնով մեր երկինքը գոնե այսօր կապույտ է։ Հայրենիքը մեր բակն է, մեր քաղաքը, գյուղը, մարզը, մեր հայրենիքը Հայաստանն է ու Արցախը։ Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ, վանքեր նկարիր, ու բերդեր անար, լեռները դարձու, հավերժի արձան, գետերը զնգում, տավերների լար։ Հողմի դեմ կանգնած անտառ նկարիր, ձիեր նկարիր, անդամ ու անսանց, արծիվներ թարած լեռան կատարին, արտույտներ, երկնի լազուրով արթած, Մաշտոցյան անմահ գիրը նկարիր, պատմությունը մեր գրված այդ գրով, որը անզոր էին ջնջել սրտերից, աշխարհագործան յաթաղաններով։ Եվ ծռություն նկարիր նաև, ու մերկությունը զոհած աշխարհի, որ ճիշտն ու սխալը իրար է խառնել, այս պատմությունը երկերեսանի։ Նկարիչ, ապրեմ չապրեմ նկարիչ, տրորված օտար կռունկների տակ, ոգի նկարիր մելիկավանի, ու մեր լինելու ձգտում արդար։ Պատմիր աշխարհին, ով ենք մենք, ինչ ենք, եւ ովքեր են թույն խառնում մեր հացի, բախտի բերումով թեկուզ եւ քիչ ենք, բայց ոչ քոչվոր ենք, ոչ էլ խառնած։ Կորմենք ենք ահա ում են լեռները, մեր գանձասարը, վանքը ամարած, բաց է միշտեր մեր սրտի դռները, մաքուր ենք հոգով, շիտակ ենք ու պարզ։ Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ, լեռներ նկարիր, հողմաթեք ծառեր, մեր կամքը դարձու ավերժի արձան, ոգին անխորտակ,
երազաններ։ Մենք խաղաղ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրակ, մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, դուք հողմերի պես որնացիք վայրակ, բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչիք վայրակ։ Սիրելի ծնողներ, դուք միշտ կանգնած եք մեր կողքին, ինչպես աներևույթ հրեշտակներ, որոնք չեն պահանջում ոչինչ, միայն տեսնում են մեր ուրախությունը ու օգնում հաղթահարել մեր առջև ծառացած դժվարությունները։ Շնորհակալ եմ ձեզ, որ միշտ եղել եք մեր կողքին, աջակցել եք ու մղել դեպի լավագույնը, ձեր սերն ու աջակցությունն անգին են, եւ մենք երբեք չենք դադարի գնահատել այն ջանքերը, որոնք դուք ներդրել եք մեր ապագայի համար։ Ահա եւ վերջ, ասացինք մենք, տեսնելով առաջին դասարանցիների մեծ պայուսակները։ Մեր խաղն ավարտվեց։ Մեզ կյանքի առաջին մեծ դասը, որը տևեց 9 տարի։ Ահա եւ վերջ։ Իսկ այս վերջը ազդարարողը դպրոցական զանգն է։ Ընդհանրապես աշխարհը մի մեծ զանգ է, որ ամեն մեկի համար կյանքի այս կամ այն փուլում հնչում է յուրովի։ Գրեթե միշտ այն ազդարարում է ինչ-որ բանի սկիզբ կամ վերջ։ Վստահ եմ, մինչ օրս ձեր կյանքում ամենալուրջ զանգը դպրոցն էր, եւ այն այսօր այլ կերպ է հնչում ձեր սրտերի մեջ։
Այն ամենը, ինչ մի ժամանակ թվացել էր երկար ճանապարհ, այսօր դարձել է հիշողություն։ Դասամիջոցների աղմուկը, ուսուցիչների ժպիտը, ընկերական կատակները։ Այս ամենի մեջ մի պարզ ու խոր բան կա. դուք մեծացել եք։ Այսօր հնչող զանգը մեկնարկ է մեծ կյանքի իրական դասերի համար։ Զգացեք այդ նոր էջի ուժն ու կարևորությունը, բայց երբեք մի մոռացեք, թե որտեղ է սկսվել սկիզբը։ Թող ձեր կյանքի յուրաքանչյուր զանգ լինի ոչ թե ընդհատում, այլ հնարավորություն։ Թող ամեն նոր առավոտ ձեզ համար հնչի որպես նոր սկիզբ, համարձակ, իմաստալից ու լույսով լի։ Դուք իմ վերջն եք, և ես սիրում եմ ձեզ։
Տողները եւ խոսքերը արդեն ասված են։ Միայն երևի թե շնորհակալություններն են, որ երբեք ավելորդ չեն։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ տնօրենությանը, ընկեր Հովհաննիսյանի գլխավորությամբ նվիրումի համար։ Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ կոլեկտիվին, հոգատար, դժվարին, բայց մեծ պատասխանատվությամբ կատարված աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում ընկեր Բադալյանին ինձ այսպիսի սերունդ փոխանցելու համար։ Շնորհակալություն իմ ծնողներին, ինձ այս տարիների ընթացքում աջակցելու եւ ինձ հետ համագործակցելու համար։ Եվ վերջապես, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, իմ սիրելի, իմ ինքնատիպ, իմ յուրօրինակ, իմ նիվը, ձեզ բարի երբ, ես ձեզ սիրում եմ։ Սիրով կցանկանայինք լսել ընկեր Բադալյանին։ Ասել եք մեր բոլոր խոսքերը, բայց չեմ դադարի կրկնել, որ դուք յուրօրինակ եք։ Առանձին անհատականություն յուրաքանչյուրը, տարբերվող, անկրկնելի, իմ սիրելիներ։ Ուզում եմ ասել, որ ձեզ շատ եմ սիրում։ Ուզում եմ որ ապագայում հասնեք բոլորդ այն բարձունքներին, որին ձգտել եք։ Ուզում եմ բոլոր դժվարությունները ձեզ համար հաղթահարելի լինի եւ արդյունքները պանծալի։ Համոզված եմ, հարգելի ծնողներ, սիրելի երեխաներ, սիրելի գոլեգաներ, մենք դեռ կպարտանալու շատ առիթներ ենք ունենալու այս հրաշալի սերունդով։ Եվ շնորհակալություն հայտնեմ ընկեր Սաֆարյանին, արդեն իմ երկրորդ սերունդը բարեհաջող Արագաստանավը հասնելու իր մեր առաջի սերունդը արդեն երկրորդ Չէ, իրենք չէ։ Այնպես որ շնորհակալ եմ ընկեր Սաֆարյան ջան, հրաշալի լավ առիթներ արդյունքի հասնելու համար։ Բարի երթ եմ ցանկանում սիրելիներս, ձեզ շատ սիրում եմ, էլի եմ ասեմ, դուք միշտ իմ մտքում եք, իմ հոգում, իմ սրտում, բոլորին մեկ առ մեկ ամփոփում։ Մեր բոլոր ծնողների անունից խոսք ունի ասելու Գրիգը։ Հարգելի ուսուցիչներ, ծնողներ, սիրելի շրջանավարտներ։ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ, անչափ հուզիչ օրվա արդիվ։ Այսօր միայն ջերմ շնորհավորանքների եւ շնորհակալական խոսքերի օր է։ Եվ այդ խոսքերի անմիջական հասցեատերերը դուք եք, մեր սիրելի ուսուցիչներ։ Այսօր մենք ձեզ ենք պարտական, ոչ միայն բեմում կանգնած, գիտելիքներով լեցուն այս հրաշք աշակերտների, այլև վաղվա գիտակից քաղաքացու, անմնացորդ հայրենասերի, վաղվա առողջ ու զարգացող հասարակության համար։ Եվ իհարկե չեմ կարող անհատապես շնորհակալություն չհայտնել մեր անկրկնելի, իսկապես մանկավարժ կոչումը իր մեջ կրող, սիրելի դասվար ընկեր Բադալյանին։ Շնորհակալ ենք մեր երեխաների համար։ Շնորհակալ ենք մեր երեխաների համար, որպես մարդ եւ որպես աշակերտ կայանալու իրապես ճշմարիտ ուղին հարթելու եւ այդ ճանապարհին նրանց կատարած առաջին վստահ քայլերի համար։ Եվ իհարկե մեծ շնորհակալություն մեր ամենաբարի, ամենահոգատար, մեր ամենադասեք ընկեր Սաֆարյանին։ Շնորհակալ ենք ձեր անսպառ ջերմության, անսպառ նվիրումի, անսպառ հոգատարության, յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ձեր գերմարտկային ուշադրության, յուրաքանչյուր աշակերտին որպես անհատ ընկալելու, յուրաքանչյուրի խնդիրներով ապրելու եւ այդ խնդիրներին իրապես արդարացի լուծում տալու համար։ Շնորհակալություն նաեւ այս միջոցառումը նման գեղեցիկ, յուրօրինակ կերպով կազմակերպելու եւ մեզ մատուցելու համար։ Անչափ շնորհակալություն նաև մեր դպրոցի տնօրեն ընկեր Հովհաննիսյանին, փոխտնօրեններին,
կազմակերպիչներին, օգնականներին, բոլորին, դպրոցում մշտապես կառուցողական, առողջ, խաղաղ, փոխհմբռնման մթնոլորտ ձևավորելու և պահպանելու համար։ Իսկ մեր շրջանավարտներին ես մաղթում եմ կանաչ ճանապարհ։ Թող այս վերջին զանգը լինի միայն լույսով լեցուն ճանապարհի սկիզբ։ Ուզում եմ ձեր հոգում մշտապես ունենալ կարևի մի մեծ շող, որը մշտապես կջերմացնի, կլուսավորի, դեպի վեր նպատակներ, երազանքներ տանող գուցե բարդ, բայց վստահաբար հաղթարերի ճանապարհը։ Բարի երթ ձեզ, սիրուներս։ Սիրելի ծնողներ և սիրելի երրորդ B դասարանի աշակերտներ, ցանկանում եմ ձեզ ամենալավը, կանաչ ճանապարհ, թող բոլոր ձեր ճանապարհների վրա վառվի կանաչ լույս, հաջողակ եղեք, ձեր բոլոր ինչ որ կսկսեք, ինչ որ մտածել եք, մտքերը թող իրականանան, միայն լավ բաներ ենք սպասում ձեզանից և մտածում եմ, որ բոլորը պիտի հաջողակ լինեք և հարցնեք շատ բարձունքների, շնորհավորում եմ ձեզ և շնորհավորում եմ ծնողներին։ Հիմա որ դահլիճում նայում ենք, поклонники ваши, столько их всех, и родители, и родственники, я не знаю, сколько тут у нас гостей, и все пришли, чтобы проводить вас в добрый путь. Поздравляю вас! Սիրելի գործընկերներ, ծնողներ, հյուրեր, երկրպագուներ և շատ սիրելի իննիբը։ Շնորհավորում եմ մեզ այս ակտիվ, մենք արդեն ինիային ճանապարհեցինք, հիմա ձեզ դսեցինք ինքնատիպ ձեր ելույթներով, դուք այս տարիների ընթացքում ստացաք հայեցի կրթություն, զինվեցիք հայրենասիրությամբ, գիտելիքներով և այսօր ցուցաբերեցիք այդ գիտելիքները։ Ձեր ուղին սկսեց ընկեր Բադալյանը, շարունակեց ընկեր Սաֆարյանը, որը հայրենասիրությամբ, թեև օտարլեզվի մասնագետ լինելով, կարողացավ ձեր մեջ սերմանել այն ամենը, ինչ դուք այսօր մեզ ներկայացրեցիք և հանդես էիք գալիս այս 9 տարիների ընթացքում։ Եվ դուք շատ լավ գիտեք, որ որտեղ կարգապահությունը, այնտեղ և գիտելիքը, այնտեղ և ամեն ինչ է։ Եթե լինենք կարգապահ, եթե լինենք օրինապահ, ուրեմն ամեն ինչի կհասնենք։ Ձեր մանկությունը ավարտվեց այստեղ, սկսվում է արդեն ձեր ավելի հասուն տարիքը, ես ձեզ մաղթում եմ, որ ինչ ուղի էլ որ դուք ընտրեք, անպայման խորհրդակցել եք ձեր ծնողների, ձեր ուսուցիչների հետ, ուզում եմ, որ դուք այդ ուղին կարողանաք հաղթահարել և կերտել ձեր ապագան, մենք անհամբերությամբ սպասում ենք, որ դուք գաք ու պատմեք բոլոր ձեր հաջողությունների մասին։ Բարի երթ ձեզ, սիրելի շրջանավարտներ։ Շատ սիրելի ընկեր Հովհաննիսյան։ Հարգելի ուսուցիչներ, ծնողներ, իմ շատ սիրելի, անկրկնելի 9-րդ B դասարանցիներ։ Ահա և վերջ մի պատմության, որը դուք սկսել եք 9 տարի առաջ։ Այդ պատմությունը այսօր նմանվեց մի կտավի, որտեղ դուք թողեցիք ձեզ բնորոշ երանգներ։ Այդ երանգները կմնան մեր հիշողության մեջ։ Տարբեր պահերի, տարբեր երանգներ են եղել։ Մենք այդ կտավը ստեղծելու, միասին այդ պատմությունը ստեղծելու ընթացքում շատ դժվարություններ ենք ունեցել։ Հաղթահարել ենք այդ դժվարությունները, փոխհմբռնումներ միջավայրում, բայց նաև մենք ունեցել ենք շատ ու շատ հաջողություններ, ձեռքբերումներ։ Դուք այն եզակիներն եք եղել, իզարմանքս ինձ, որ ես շրջելով դպրոցում, թեկուզ վաղ առավոտյան տեսել եմ դասը կրկնող տղաներ։ Դա այս պայմաններում եզակի է եղել։ Աղջիկները աչքի են ընկել իրենց համեստությամբ, աշխատասիրությամբ։ Այսօր մի փոքր փորձել են կերպարանափոխվել, բայց ես ցանկանում եմ, որ այն ուղին, որը այսուհետ ձեր այս
առաջադիմությամբ, աշխատասիրությամբ, ոգևորությամբ շարունակելու եք, թող ողողված լինի ոչ միայն արտաքին գեղեցկությամբ, այլ նաև ձեր հոգու գեղեցկությամբ։ Այսուհետ ձեր ապագա ընթացքը պայմանավորված է լինելու միայն նորանոր ձեռքբերումներով, ձեր նորի լավին հասնելու նվաճումներով։ Ես ուզում եմ, որ դուք ճախրեք եւ հասնեք նորանոր բարձունքների եւ միշտ հիշեք, որ ճախրելու համար ոչ միայն թևեր են պետք, այլ նաեւ ուժեղ ոգի։ Եվ այդ ոգին ձեզ կստիպի, որպեսզի դուք պատվով սկսեք եւ շարունակեք այն ամենը, ինչ դուք հիմա ձեռք եք բերել։ Թող ձեր ուղին ողողված լինի այսօրվա հնչեցրած բոլոր բարի մաղթանքներով։ Իսկ եթե հանդիպեք ինչ-որ մի դժվարության, հիշեք այդ իրավիճակում ինչպիսի ճիշտ խորհուրդ եւ խրատներ եք ստացել եւ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Դուք այսօր մեր դպրոցին ասում եք բարի երբ, բայց նոր ուսումնական հաստատություններին ասում եք բարի գալուստ։ Եվ այդ բարի գալուստը թող լինի երջանիկ, խաղաղ, ուրախ, ողողված միայն լավ պահերով։ Գեր Սաֆարյան ջան, շատ վախում էիք այս պահից, բայց տեսեք գերազանց այսօրվա մեր հերոսները կարողացան հաղթահարել։ Իրենք այսօր մեր գլխավորներն են։ Ես ուզում եմ, որ այսուհետ ձեր այս տված ներդրումը, որը հիմքը Գերբադալյան արդեն դրել էր, մենք ամաչելու չունենանք, այլ գնալով էլ ավելի շատանա մեր հպարտանալու եւ ուրախանալու առիթները։ Ձեզ անսահման ուժ, գորով եռանդ։ Սիրելի ծնողներ, շնորհավորում եմ նաև ձեզ, ձեր համագործակցության համար, ձեր լավը ճիշտը գնահատելու համար, այն դժվարին պահերին մեր կողքին կանգնելու համար։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք ունենալ նման սերունդներ։ Ես ուզում եմ, որ այսպիսի ուրախություն եւ ոգևորությունը անսահման լինի ձեր ընտանիքներում։ Երկին անգամ շնորհավորում եմ բոլոր Ես, ահա եւ վերջին։ Մեր սրտերը լցվում են զանգով վերջին, վերջին դասին, վերջակետը դրվում է, տղաները սունում են, վերջին զարավելու ենք մենք, տղատնողը իմ բայց ինչ արա, լցվում են զանգով վերջին, վերջին դասին, մեր հոգում խինդ ու թախից միասին է արցունքի միջից նայում ջերմ շպտում ենք մենք իրար մեր մեջ հուշերն են նույն բար ուրախ տխուր նույն խոհերը իսկ շուրջը տակ հայացքներ են դեմքեր են այնքան հարազատ մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ
Այսօրվանից մեր առաջ բացվում են ուրիշ ճամփաներ նոր Այսօրվանից կյանքն արդեն կանչում է մեզ նոր այլ ափեր Եվ սրտերում մեր հիմա ուրիշ հույսեր երազներ կան Այսօր հրաժեշտի օր է բայց և տոն մի նոր հանդիպման Մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ Մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ Մենք ձեզ ասում ենք մնաք բարով մեր սիրելի ուսուցիչներ Մեր հարազատ դպրոց խենթ մեր օրեր ու լուսավոր տարիներ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ հերկիսս, սուրբ եկեցի անքով, եկեցի ապրեցունքով, եկեցի կամքով, որպես հերկինս և հերկիտ, ըստ հացվեն անապազորդում ես այսօր, և թողում ես սպարտիսներ, որպես և մենք թողում մելոց մատամանած, և մի կանես մեզ մի փորձություն, այլ փրկյաց մեզ իչարը, Զիքոյի արդյություն և զորություն և պարկ հավիտյանս ամեն։ Ընթերցվում է մի հատված առակների գրքից։ Այստեղ ես տեսնեմ բարձր կապը կողմս։ Աշակերտը կա մասնակից լինի ուսուցչին բոլոր բարի բաներում։ Չխաբվեք, Աստված չի ծաղրվում, որովհետև ինչ որ մարդը սերմանում է, նույնը և կընձի։ Ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կընձի ապականություն։ Իսկ ով հոգու համար է սերմանում, այդ հոգուց էլ կընձի հավիտենական կյանք։ Իսկ բարին գործելուց չձանձրանաք, որովհետև հարմար ժամանակին պիտի հնձեք, եթե չթուլանաք։ Ահա թե ինչու, քանի դեռ ժամանակ կա, բոլորին գործենք բոլորի հանդեպ, մանավանդ ավատի մեջ հարազատների հանդեպ։ Տեր ողորմյան, Տեր ողորմյան, Տեր ողորմյան։ Աստված ամենական ավարջի եկունիվ Օնարևան նրանձեր վարջակացնես և այցուն շուարակողություն։ Անսալով մեր ալքներին պարակողություն մատերի բոլոր հավատացյալներին։ Հատկապես այս աշակերտներին, որոնք պարկեշտ վարկով հարականի գործելով կրթելով իրենց անձերը ուսումնարության և դաստիարակության իրենց ծնողների ուսուցիչների, ցանկանում են ստանալ հայերական սփոփություն մեր ձեռքով։ Որպես եկեղեցի դեն աշխարհի բարեհասական ողորմածը հասել վաճառ բարեհասական կողմերի մասնակիցներին եւ նրանց ուսուցիչներին առաջարկել նրանց բարի գործերի բարեհասական
և ուսուցիչների գործերը երբեմն նրանց չարի բոլոր գործություններից ու սննդի մոտակներից։ Ոտքի և ուղղակի մանալով բարիների ապահովում և արձանագրի նրանց աշխատանքը վաստակը։ Աճեցնել վաստացում նրանց ժառանգները և ամենայն բարությունները։ Նրանց ամոչկյան պարկելի, առաքինի վայր, համեստավարը երջանկություն, որպեսի կարողանան ունի հավատով ու անելքնի հույսով անապահ անոթել ամենամեծ տերությանը և իրենց վարողության մեջ վայելել ու անսպար բարությունը։ Տեր նրանց մտքերի մոտապնդի քո սուրբ պատվիրանները և իմաստություն տուր քո առջև մշտապես բարին խոսելու և գործելու։ Չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից փրկիր նրանց և քո թագավորության անսպար գանձերից վարձատրիր նրանց ուսուցիչներին։ Ումեն գոհանալով հավիտյան պիտի փառավորենք քեզ, Որդուդ և Սուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանը սալիքներից ամեն։ Սուրբ խաչի սաղաչեցու նստեր, զիսովատ փրկեցես մեզ մեղած և կեցուցե շնորհի ողորմության յուրով։ Ամենակալ Տեր Աստված մեր, կեցո և ողորմյա։ Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս մեր Աստված, պահի և պահպանի և օգնիր այս շրջանավարտների նրանց ուսուցիչներին ու ծնողներին։ Փրկի նրանց երևելի և անելույթ թշնամիներից։ Արժանավորիր, որ միշտ գոհությամբ փառավորենք քեզ, Հոր և Սուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանը սալիքներից։ Ամեն։ Աստված օրհնի ձեր գործերը, ձեր ընթացքը, հիշեք իրար, աղոթեք միմյանց համար, հիշեք ձեր ուսուցիչներին։ Աստված օրհնի ձեզ։ Կարո
մոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած պիտի գնամ մնաք բարով